Հիմա մենք գտնվում ենք Թալինի վերին Բազմաբերդ գյուղում։ Գերեզմանատանը, որտեղ աղաղավորված են իմ պապը եւ տատը։ Պապը, այսինքն պապիս հայրը Նիկոն, Բադալյան Նիկոն եւ իր կինը։ Դրանք գաղթել են մուսուն եւ պապս մուսունցիա, տատս արցախցի։ Ապրել են Թալինի վերին Բազմաբերդ գյուղում, այս մոտիկ տունը մեր տունն է, պապական տունն է, որտեղ ծնվել են իմ հորեղբայրները, հորաքույրները, պապիս եղբայրը իր ընտանիքի հետ, մեծ Գերդաստան է եղել, 7 թքույր, 3 եղբայր, այնուհետև 50-ական թվականներին տեղափոխվել են Մասիս շրջանի Մեմանդար գյուղ, Հովտաշատ գյուղ, հաշվարկով հիմա այս Գերդաստանից բազմացել, մեծացել են, ունենք մոտ 300 Ճիշտ թիվը, եթե ստույքա, համարձակ կարամ ասեմ, եթե հաշվել եք, կամպյուտերով հաշված կրնեք, 332 թոռուցով, ասեմ եսքան քանակի հետ որակն էլ ապահովում։ Հիմա մենք այսօր ուխտագնացության ենք եկել, ուզում եմ, որ նաև մի հետաքրքիր բանի մասին, իրողության մասին ձեզ տեղյակ պահեմ։ Այս քարի վրա գրած է, հորս պապի քարի վրա, իր թոր Զավենից, Զավենը իմ հայրն է, Զավենը ծառայել է սովետական բանակում, Ստրոյի Բաթում, շինարարական զորամասում, փող է ուղարկել ընդեղից և իր պապի գերեզմանի քարը քաշել են, խոսակցություններ է եղել, ում անունով դնենք, ասել են օբյեկտիվ կլինի, եթե դնենք թորի անունով, իր թոր Զավենից, որի համար ես շատ հպարտ եմ։ Հապարտ եմ բանի համար, որ հերս թոր լինելով այդ քարի մասնակցությունը ունի, ես էլ հպարտ եմ, որ այսօր իմ պապի թորը լինելով գտնվում եմ ստեղ, իմ ընկերների, բարեկամների, հարազատների, մոտիկների հետ։ Հերևս այսքանը, ստեղ ներկա է գտնվում նաև իմ հորեղբայրը, Նամես Բադալյանը և իմ հորաքույրը Շամամը, որը 91 տարեկան է, բայց ոնց որ մեծ են Երևանի մեջ, շատ ջահել են Երևում, իրանք նաև այս դաշտերում հիշում են մի պահ, թե ոնց են ոտաբոբիկ ման եկել այս տարածքում, հենց այս քարերն ու սարերն էլ իրանց ուժ է տվել, որ այսօր կարողանան նաև միած սիրուն խրոխտ հայկական յարխուշտի պարպարեն։ Ձեզ առողջություն, խոսքը տանք սիրով Բադալյան Նամեստին, իմ հորեղբայրը։ Թող մատուցումը ինչ է եղել։ Երգի, ուզում է երգի հորաքույրը, Նամեստը թող երկու բան ասի։ Ինչ ասեմ, հարգելի հարազատներ, այս երբեք կյանքը չի մոռացում, մենք մեր գյուղը չենք մոռանա, մեր ժողովրդին չենք մոռանա եւ ամենակարևորն է ծնողի թողած, բաբի թողած ամենամեծ հարստությունը զավակի համար, այնա որ մեռնելուց հետո, եթե անունը կտան, հորը դանունը, բաբի դանունը կտան, ինչքան մոդենաս, ուրեմն լավ է, գիտես որ լավն է խոսում, դու արդեն դա քեզ լավ ես զգում, հարկ ասում, մենք Բադալյաներս եկավ 7 խոր, մեր ծնողը, մեր պապերը, լավ մարդիկ, ժողովրդական մարդիկ, այդ է հարստությունը։ Հապարտ մանենք արես մեր անցյալով։ Թող բոլորը տարիքով մեծանան, երիտասարդներին առողջությունն ամենակարևոր։ Ինչ որ տեսել է երիտասարդը իր ծնողից, հենց էլ իր դրսևորում հասարակության մեջ։ Շնորհակալություն բոլորից։ Շաման ջան, ինչ էիր ուզում։ Արդահանից մինչև թարվիզ շարվելով գռում գոչում լալիս էին հայերը գռում գոչում լալիս էին հայերը հայեր 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 ջան ինչ կլինի մեզ էլ տարեք Հայաստան, ինչ կլինի մեզ էլ տարեք Հայաստան։
Պապի տատի, լավ եք եղել, մեզի պահեր եք, մեծացեր եք, 10 հատ երեխա ունեցել, մայրս 10 առողջ, հիմի մի քիչ պակասեր եմ, ոչինչ, ինչ անում, պապս շատ լավ է եղել, տատս շատ լավ է եղել, հերս խոնար մարդ է եղել, հաց տվող մարդ է եղել հերս, ով ուզում է ճանապարհով անցներ, պետք է կանչեր, հաց տար, մենք էլ բոլորս էլ քաշել ենք մեր հորը, մեր հոր, մեր պապին հաց տվող ենք, խղճով ենք, լավ ենք, փառք Աստծո, էլի աղբերներս, աղբորս տղերքը, քրոջս տղերքը, թող Աստված ինչքան իրանց կյանք հատվեր, ինչքան իրան պապ ջան, օղորմի քեզի տատ ջան, բայց ընդ ես չար եմ եղել զի շատ ատիցի։ Արգելի ժողովուրդ, այսօրվա մեր Տալինի Բազմաբերդ գյուղում գտնվելը ուխտագնացություն է, եկել ենք մեր սրբավայրեր, եկել ենք մեր նախնիների գերեզմաններին, մեր այս արարքը պետք է լինի նաև օրինակ մեր փոքրերի, թոռների, մեր Տեր հայրը միշտ ասում է, որ պապը, թոռը պապին հարցնում է երբ ես մահանում, ասում է երբ որ դու Մեղանում են, հետո վերլուծում են, որ եթե թոռը մահացավ, էլ հիշող չի լինի, պապն էլ է մահացել։ Դրա համար պետք է անպայման մեր երեխեքը, զավակները ճանաչեն, իմանան իրանց սրբավայրերը, իրանց սխրագործությունները։ Իշխանեսի չէ։ Ստեղ նկարն է մեր իմ պապի եղբոր, Բադալյան Նամեստի իշխանը, ապային ներողություն, և Շամամի հոր եղբայրը։ 1922 թվականից ծնված է, հայրենական պատերազմը զորակոչվել 1942 թվականին, 20 տարեկան հասակում։ Երկար ժամանակ 45 թվականին ստացել են վերջին նամակը, հետո տեղեկություն չի եղել, համարվել է որպես անհայտ կորած։ Հենվա սև թուղթ են ուղարկում, դա էլ չի եղել, համարվել է անհայտ կորած, տարբեր լեգենդներ են բանարել, որ իբր թե մի տեղ է, սաղ է, չգիտես Ստալինյան ժամանակներ է, չի գալիս, բայց հետո պարզվեց, երբ Սովետական միության պաշտպանության նախարարության արխիվը գաղտնազերծվեց, տեղից իմացանք, որ ինքը 1945 թվականի մարտի 31-ին, այսինքն հաղթանակից մի ամիս 10 օր առաջ զոհվել է Պոլշայի ազատագրման պայքարում և թաղված է Պոլշայում հիմա Վրոցլավ քաղաքում։ Կա գերեզմանի համարը, թիվ 7 գերեզմանատուն, երկրորդ շարքում, իր անուն ազգանունով։ Մի 2 տարի առաջ ընդեղ է եղել նաև Նամեստի տղան, որը հող է բերել, եղել է գերեզմանում, խնգարկել են ու ընդեղից հող է բերվել և
իր եղբոր գերեզմանին շահ տրվել Հովտաշատում։ Իրան ներկայացնում են ամբողջ իրան ճանաչողները այն վաղ 20 տարեկանում կրթությունը մի այլ ձև է եղել, ինք եղել է շատ բանիմաց, կիրթ, մանկավարժ, չէ՞, անձնավորություն։ Մենք պարտավոր ենք այսօր իրեն եւ այս շարքում, մյուս շարքում եւ այս այստեղ գտնվող բոլորի համար խոնարհվելու մեր հարգանքի դուրքը մատուցելու։ Ամենը Հարգարժան օրիախբայր։ Ասեցին ամեն ինչ բան ասեմ։ Խոնարհում ենք իհաց շիրիմի առաջ, ամեն մարդ իր տրամաբանությամբ մտածում է, էլի։ Ես որ նայում եմ այս 32 զոհվածներին, ընդամենը մեր գյուղում եղել է իմ հիշողությամբ 68 թե 70 օջախ եղել, տուն է եղել, էլի, որից 70-80-ը գնացել են հայնական պատերազմին, 32-ը զոհվել են։ Ուրեմն դա զոհվել են մեզ համար, զոհվել են իրենց հայ ժողովրդի համար, մենք հպարտանում ենք իրանցով, խոնարհում ենք իրանց շիրիմի առաջ, ցավ է տանում, իշխան չի, ցավ է տանում։ Եմի կա, իշխան ունենք, թորներս անում եկին տրած է, իշխան, բոլոր անունը կա, մենք ձեզ չենք մոռանա, քանի որ կանք, թող շարունան, ես հիշողությունները երբեք չկտրին մեր մոյերից, որը բոլոր սանցիալներին հպարտանում ենք ձեզանով։ Դες այդ պետք է սովորություն դառնա, անպայման գոնե տարին մեկ անգամ այս սրբավայրերը, գերեզմանները հաճախել։ Շատ կարևոր է, շատ կարևոր է։ Եթե մենք մեր անցյալի դրականը, լավ գործերը չգնահատենք, չընդունենք, երևի ապագայում մեր համար շատ դժվար կլինի։ Ինչ որ տեսան երեխեքը երիտասարդ են մենք սովորենք։ Գիտեք, դաստիարակության մի ձև է։ Մեր երեխեքը, մեր թորները, մեր հազար, ինչ որ տեսան իրան մեծերից լավ գործ, իրանք շարունակեն։ Պետք է արժեքավորենք իրանց արածը, ամեն ինչը։ Այդ սխրագործությունները արժեքավորենք, ոչ թե զրոյացնենք, որ հաճախ ենք լսում, որ մեր մշակույթը, չգիտես, մեկը մյուսը, չեմ ուզում քաղաքականացնեմ, որ ես երեխեքի մոտ մի խոսքով արմատավորվի, զրմանվի, որ իրանք իմանան ապագայում իրենց ոնց դրսևորեն։ Իմ ընտանիքի կողմից է կառուցվել, տեղադրվել խաչքար, որից հետո ժամանակի ընթացքում ավելացել են մնացած հուշակոթողները, մեծ մասիս համար հարազատ դարձած սրբավայրը։ Կարծում եմ մնացածն էլ ով այստեղ առաջ անգամ գալիս է հետագայում իր համար հարազատ վայր է դառնում։ Մեր բադալյանը նախորդ տարի որ այստեղ հավաքված էին դասընկերներով, իրենց ընկերներով, իմացան այս ամբողջ չէ, այս գաղափարը միտքը տեսան եւ միտքը առաջացավ խաչքար դնելու իր ընտանիքի կողմից, որի համար որ այսօր հավաքվել ենք այստեղ։ Խաչքարի բացումը հեսա կանենք, կծանոթանանք, կխոսանք, ով էլ որ կուզենա ասելիքներ կունենա կասի, խնդրեմ Ժորժ ջան, եթե հարցեր եք կունենաք, քանի բեմին եմ, ասեք պատասխանեմ։ Ժորժ ջան, սիրելի ժողովուրդ, տարիներ առաջ մենք այստեղ նորից հավաքված էինք նույն ժողովրդով, էին բազմաբեր, Սասնաշեի մեր իմանդարից մեր աղբոր հարազատությունն ընկերությունը եւ բացում արեցինք այս սրբի հետ կապված այս շինությունը, որ կանգնեցվեց հարուտի կողմից, իր ընտանիքի կողմից։ Շատ հաճելի է, սրբությունը դա բոլորի սրբություն է, մեկ մարդուն չէ։ Ընդամենը յուրաքանչյուր մեկս որպես քրիստոնյա մարդ պարտավոր ենք մեր խոնարհում ունենալ մեր սրբերի առջև եւ անպայման Աստված նաեւ մեր հետ կլինի, օգնական ու զորավի կլինի մեզ։ Այս ճանապարհին նաեւ Հարութին ընկերություն արեց, եղբոր ընկերություն արեց նաեւ մեր Բադալյան Գագոն։ Ծնունդով էին բազմաբերդից, իր պապերը, մեծերը
Չնայած վաղուց իրենք մեմանդարում են, բայց այդ կապը չի կորել։ Այդ կապը չի կորել, դա շատ գրավական է, շատ անուշ է, շատ քասր է։ Մենք այսօր երկիրն ենք երազում Արևմտյան Հայաստան, այսօր նաև ձեր ժողովուրդը ուզում է մի օր գալ տեսնել իր հայրական տունը, օջախը, շիրիմը, այս սրբավայրը, որը ձեր համար իրապես սրբավայր է, նաև բոլորիս համար։ Եվ այսօր Ինգեր Բադալյանի կողմից, մեր եղբոր կողմից կանգնեցվեց այս խաչքարը ապրիլյան պատերազմի 44-օրյա պատերազմի մեր զոհերի հիշատակին։ Մենք այս զոհերը ունեցանք, կարող ենք չունենալ, կարող ենք հաղթանակ ունենալ, զոհը կլիներ էլի, բայց ցավոք սրտի ունեցանք պարտություն։ Դա զորքի պարտությունը չէր, այդ մեր ջահելների այդ մոտ 4-5 հազար ջահելների պարտությունը չէր։ Պարտությունը այն մարդկանց էր, որոնք չկարողացան կազմակերպել այդ ճակատամարտը եւ հաղթանակ տանել։ Հաղթանակն էլ է հրամանատարին, պարտությունն էլ է հրամանատարին։ Թող պարտվողը մտածի։ Օրը գգա Աստծո օրհնությամբ մենք նորից մեր հողի տերը կդառնանք, այնպես չէ որ տվել ենք ու վերջացավ։ Տալն կա, վերցնելն կա։ Սիրելի ժողովուրդ, բոլորս մեր խոնարհումով մեկ անգամ եւս Աստծո օրհնությունը խնդրենք այս պահի հետ կապված եւ ասենք Աստված ընդունելի արա այս խաչքարը, ինչի համար որ կանգնեցվել այսօր։ Եվ մեր ընդհանուր մեր ցանկությունը, մեր կամեցողությունը, որ այս սուրբը իրենով նաեւ եւ ողջ մեր հայության Աստվածը օգտակար ու զորավիգ լինի մեր գալիք հաղթանակների համար։ Կյանք ունենա։ Մի փոքր ուզում եմ նախաբանով, թե ոնց մտահղացում առաջացավ խաչքարը դնելու։ Ներոնք ես արմատներով վերին բազմաբերդից եմ, որ նայում ես այս մամռակալած քարերին, սարերին, մտածում ես, սա մեր մշակույթն է, մեր պատմությունը, կարծես ես մեր տղաները այս քարերից ուժ առածելն են, հերոսացած լնեն։ Ես հորեղբորս հետ խոսում էի, ասեմ, բա մերոնք որ եկել են սկզբից 1829-33 թվականին մուսուն արձավ այդ կողմերից ապրել են Ջանֆիդայում, այդ հարթավայրը թողած ապրուստի համար ավելի հարմար տեղ խեն գնացել սարերը, խեն բարձացել բազմաբերդ։ Հետաքրքիր տրամաբանություն կա, որ մարդիկ այնտեղ ապրել են այդ սարերում, ապրել են այդ ոգով, այդ ոգին ա բերել իրանց ստեղ։ Ես առաջինը ներկա են ստեղ նաև մեր զոհված ազատամարտիկների, մեր տղաների ծնողները, առաջինը խոնարհվում եմ իրանց առաջ, մենք պետք է ամեն ինչ արժեքավորենք, եթե չենք արժեքավորում, մեր պատմությունով, մեր անցյալով չենք ղեկավարում, չենք հիշում, չենք փոխանցում մեր երեխեքին, ուրեմն մենք այս ամեն ինչը կորցնելու ենք, զրոյանալու է, շատ ձեր համեստությունը չչարաշահեմ, Եվ պետք է հիշենք առաջինը, որ Մասի սարն էլ է մերը, Արագածը մերն ու մերն է։ Այսքան բան, շնորհակալ եմ բոլորից։ Գնա։ Իմ հորեղբայրն է, շատ լավ յարխուշտի է պարում, նաև ես տարում։ Իրանից ենք սովորել այդ լավ բաները, հայրենասիրական։ Ստեղ հորափնիրս էլ է ստեղ, 91 տարեկան է, բայց ասում է սխալվել են, ասում է, մեծ են գրել պասպորտի մեջ։ Բոլորիս համար շատ մեծ հիշողություններ է, անցյալի համար, ներկայի համար, ինչ են արել մեր ծնողները, ինչ են արել մեր մեծերը, մեկ էլ տեսել սովորել են։
ասես ոնց է պատրաստել, ինչ ժամանակ պատրաստել, գագոներ, բادرներ իրացիոն, արելա որ մեր իր երեխաները, բոլորիս երեխաները տեսնեն հասարակության համար միշտ պետք կան, այդ ասել մինակ պետք է գալիս մարդու անցյալը, իր ծնողների անցյալը, եթե իմ պապերս, եթե վատ մարդիկ են էին, բազաբերտով մեկ երես չէին ունենակ հայստեղ, սա է մարդ էտա թողնել, բայց իմ պապերս, մեր իմ պապերը, ու տեղեր են լավ մարդ, մարդասեր մարդ, ներին հասնող, օգնող մարդիկ, հեմիշ եմ ասում ամենամեծ հարստությունն է, որ ծնողը մնում իշադակ ծնողանում իշադակ որտեղն է, իր ծնողանում տալիս են, իր զավակը, իր ճանաչողը մեծ սրտով մոտենա։ Դա ոչ այդպես առողջում, թող քուսերուն տա, քու երեխեքա, մյուսներ երեխեքա, իմ թորները, ծորները հետո բարձրանալու բան չկա, որ մեզ ասեն, միտեղ ասին, ինչ ասասեն բանը, amma որ կամ ոչ չասեմ, 7 քունենք 3 աղբեր, ոչ մեկի վնաս չենք տվել, մեր չափով աշխատել ենք, ինչ որ մստիկ պաշտոն եղել է, բայց հմի ամենամեծ հարստությունն ասեմ, ամենամեծ հարստը ես եմ, ինչի է, 7 քունենք 3 աղբեր ծնվել է 300, այդ դոկումենտների մոտ է ես եմ կրում, ես եմ Հետո քուրս է, 332 թող ծոր ծնվել են 7 քրոջից աղբեր Բոլոր երեխեքը թող բախտավոր լինեն, թող միշտ բարձր ոչ մեկից չամաչել, մեզ մարդ։ 332, որակել ապահովում։ Շնորհակալություն մնացածը մեր հարութը հարգարժան Խաչքարը 44 օրյա պատրաստմի զոհերի հիշատակին։ Մեր շնորհակալություն ենք հայտնում քեզ, քանզի դա ամեն մի հայի պարտականություն է անել այն ինչ որ կարող է անել իր ժողովրդի, իր հայրենիքի համար։ Եվ այսօր դու քո ներդրումով կարողացար մի քար ավելին դնել այդ պատի բերող շարժմանը, էությանը եւ դրանով հպարտություն ունես դու և նաև մենք որպես ներկա մարդիկ։ Սիրելի եղբայր, թող Աստծո օրհնություն իջնի քո օջախին։ Այս օջախը մի ուրիշ եղբայր է սարքել անունը Սաշիկ, այսօր քո պահին ինչ որտեղ համարժեք է նաև նրա պահին։ Կանգնեցրեց այս մեծ շինությունը եկեղեցին և մինչև այսօր այս գյուղի համար անում ու անում է։ Ռուսաստանում ապրելով այս գյուղի բնակիչ չի, հայրն է այս գյուղից եղել։ Եվ այսօր նույն բանը դու ես անում, քո ժողովրդի համար, քո հայրենիքի համար եւ այդ նահատակ եղբայրների հիշատակի համար։ Ողորմի Աստված ժողովուրդ ջան, հազար փառք իրենց, հույսի բաժին դառնան, Աստծո արքայության մեջ կլինեն, բոլոր իրենք, այդ 4000-ից ավելի զոհերը, փառք իրենց։
այսօր նույնպես, արդեն իրես ներդրումով նայեք։ Սիրելի ժողովուրդ, շատ կարևոր է յուրաքանչյուր մեկը սրբություն ունենա։ Դա կլինի իր հարազատների շիրիմը, կլինի վաղնջական ժամանակներից իր ազգի սուրբերի համար այդ հիշատակը, որը նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է եկեղեցում լինի, թե առանցից սրբավայրում ասելու, խոսելու, հիշելու եւ փառավորելու այդ տեսակը։ Այս սուրբը, ինչպես Հարութը ասեց եւ ժողովուրդը գիտի, կոչվում է գզու աղջիկ, որի մի քույրը Սուրբ Հովհաննեսն է, Հովհաննեսի եկեղեցու քույրն է եւ մյուս Արևմտյան Հայաստանում։ Հիշելով, փառավորելով այս սրբերին, նաեւ մեր խնդրանքն ունենանք նրանց, որ այլևս ամեն առումով կարողանան թե ու թիկուն կանգնել մեր ժողովրդին։ Անցել ենք շատ ծանր ժամանակներ, ասել ենք համարյա թե կործանման եզրին, բայց նորից հետ ենք դարձել, նորից կարողացել ենք ստեղծել, արարել, մեր կորսվածը նորից հետ բերել։ Այսօր նույնպես այս ժամանակի առջևն ենք կանգնած։ Մենք պետք է ապրենք, մենք պետք է զավակներ ունենանք, հարսանյաց հանդեսներ լինեն, որպեսզի մեր աճը ապահովի, այն կորսված զավակների փոխարեն տեղը լրացվի։
Դառնանք մատենագիրը հնյաբանը մեր Սասնա երկու երաժշտության տարի։ Հարսի պար էր պարում ժողովուրդը։ Տարիներ առաջ, 20-30 տարի առաջ այս պարը պարում են 7 փաթ պետք է պարտադիր պռային։ Ես սա ասելիք ուներ, մեր պռալը չէր։ Ասելիքն այն էր, որ հարս տուն ես գնում, նոր տուն, քո համեստության մեջ, քո առաքինության մեջ պետք է միաձուլվես այդ ընտանիքի հետ։ Այն նորորոցայինը պետք է ամուսիներով տանեք, բերեք ձեր բալիկին մեծացնեք։ Սա է ասում։ Իսկ սա միայն մենք ենք հասկանում։ Մեր հոգու պապական թելերով։ Դրանից առաջ մեր Սասնա Քոչարինն էր։ Վաղ շուտով նաև Յարխուշտինք պարե մեր հորողբերը մեր հորակրոջ հետ միասին։ Այսինքն դրակել է շուրջ իրար կպած այդ պարերը մեր մարտական պարերն են, որ ընդհանրապես մեզ ապրողած հուշում է, որ միասնական լինենք, արանք չթողենք թշնամին մտնի մեր մեջ, թև ու թիգունք լինենք իրար և մենք հաղթող ենք, ինչպես հաղթեցինք Սարդարապատի ճակատամարտում, որ մենք միայն կռվում ենք այդ հսկական կայսրության դեմ, առանց Ռուսի, առանց Եվրոպացու, ընդամեն հայը իր մեծ ու փոքրով, իր հոգևորականով, իր վարշապետով, իր նախարարով և հաղթող է եղանք։ Ասելիքը սա է, սա միայն պար չէ, ինչպես Գևորգ Էմին էր ասում։ Սա այն է, որ մեր հոգու թրթիրը պետք է թրթրա, արցունք բերի մեր աշկերից, պայծառանա մեր աշկերը և դրանով ապրենք ու ապրեսնենք։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, պատահական չէ, որ մենք ունեցանք Արցախյան ազատամարտ։ Այդ ազատամարտը մեր Սասուն աշխարհի, Տարոն աշխարհի և ողջ հայոց աշխարհի այն ոգեկոչումն էր, այն պորտկումն էր, որի արդյունքում ունեցանք Արցախ ազատագրված աշխարհ։ Հպարտանում էինք և երազում էինք վաղը շարունակության մեջ դա տեսնել։ Երազանք էր, բայց ավաղ այդ երազանքը իրողություն չեղավ։ Քանզի մեր այրերը սեփական գրպանը առավել դասեցին, քան հայրենիքի սերը, քան նվիրում այն հայրենիքին, որին վերցնելուք որևէ մեկը չպետք է ունենա, տարիք ունենք, բայց վերցնելիք չպետք է ունենանք, եթե ուզում եք ապրենք այս հող ու ջրի վրա, եթե ուզում եք արժանավոր լինել այս հող ու ջրին, եթե ուզում եք այդ սրբացված մեր զավակների առջև չոքելով նրանցի շատակի համար, երես ունենանք նայելու, մտոքն իրենց հետ խոսելու։ Ձեր ցավը տանեմ, ժողովուրդ ջան, մեր հետ նստած են նաև մեր նահատակ եղբայրների ծնողները, Մասիր ջան, Սաղո ջան, ձեր ցավը տանեմ ջուրով, ես մերին Սասնաշեն գյուղից էլ 2-3 ընտանիք ունենք։ Մեր գյուղից Հայսեր Անուշ աղբեր, ընդամենը օրեր առաջ էր նշեցինք մեր եղբոր հիշատակը։ Թող փառավոր լինեն բոլոր իրենք։ Անվանական չասեմ, շատ ու շատ ենք հազի կարող են մեկին երկուսի մոռանանք։ Դրանք այն մարդիկ են, որոնք հատկապես առաջին պատրաստում Արցախյան տղերքը գնացին պատրազմի և երբեք չմտածեցին, թե տունը կարող է սոված մնալ։ Հացի հարց պետք է լուծվի, անասնակերի հարց և այլն։ Գնացին և ով հետ եկավ, ով չեկավ։ Բայց փառավոր էր մեր ժողովուրդ արժևորեց այդ զավակներին։ Մինչև այսօր էլ արժևորում է։ Ընդամենը նորից եմ ասում, կրկնեմ, թող կրկնություն լինի։ Ապրենք Աստվածային սիրո մեջ, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Վատը չկա, լավն էլ է մերը, վատն էլ է մերը։ Լավ զավակն էլ իմն է, վատն էլ իմն է։ Մեկ ինձ ուրախություն է պատճառում, մեկը սրտի ցավ է պատճառում, բայց իմն է։ Այս կորովով, այս մտոքով ապրենք, որ վաղը նորից տերը լինենք մեր կորսյալ հայրենիքի։ Հակառակ դեպքում սա էլ կկորցնենք ու այլևս ես իմ ծիրության աշխարհում եք։ Գագո ջան, Անուշ աղբեր, Գագո, ես խնդրեմ, որ մեր հորաքույրը, մեր հոպարը
իրենց այդ տարիքի մեջ սրբացնեն այդ կենաց իրեն մեր զավակների հիշատակի համար։ Ողջ եղնի, Ժողովուրդ ջան։
տարեկանը։ Ժամամ, ասացուս մնա։ Քուրս 92 տարեկան է, հիմի իմ ուրախությունից ես քանի որ ինքը կա, ես ինձ երիտասարդ եմ, իսկ ես 82 տարեկան եմ, ես ցանկանում եմ նստածները անցնել 90 տարի նոր այդ բնակարան մեր ծնողներս դա մարդ չեն կերել, իհարկե ծնվում է քնացել ես հիմի օդ հորս սուչ կերեզմանա, եմ պապիս կերեզմանա, հիմի ես որ տունել չհաստեմ հանամ, ես չեմ ապսոսում, որովհետև ապրել եմ 80-82 տարի, թորներ տեսնեք իմ չակ հասարակության հարգանքը տեսնեք փոխադարձ և երկար կյանք եմ բարին քրոջ եմ ասել, ես ինչքան որ տանիք, ես ինքնուրս ապնել ու առավել ապնել։ Ես կամ եմ բոլորիդ կենացա, հաղթավորել եմ, ինչ նպատակ ունեք կատարի ասպաց, սաղն է, շնագարություն։ Ինչե վերջին օրն է պայքարում էր իր ընտանիքի իր գնոջ առողջության համար, ամեն օր տանում էր հիվանդանոց բերում էր Երևան, բայց իր մոմենտով չեր ստում, որտեղ չեր մտածում այսպիսի պրոբլեմային բան կա։ Աբրահամը մեր հասարակության այն յուրահատուկ զավակներից էր, որ արարում էր և չեր հոգնում, աշխատում էր, ստեղծում էր և չեր հոգնում, ապրում էր և իրենով ապրեցնում էր նաև շատ ու շատ ընտանիքների, բոլորի ցավով տառապում էր, իր աշխատով բանվորին, ռաշպարին, վարորդին ամեն ձևով օգտակար էր լինում։ Տարիներ անցավ նրա վարորդներից մեկը մոտեցավ, նվեր ասում է, գիտես, այս տունը որ սարքել եմ երկհարկանի, Աբրահամի շնորհիվ է։ Երև իր տան անդամները անգամ չգիտեն։ Սա էր Աբրահամը։ 1000 ողորմիլ են, Հարու ջան, ողորմի հորդ, Վարդան, հայք։ Ապրեց իր կյանքը, ապրեց պատիվ թողնելով, հարգանք թողնելով և հպարտություն ունեք այսօր ասելու, որ նա մեր հայրն էր։ Ողորմիլ են, լույսի բաժին դառնա, փառք իրեն, ողորմիլ են։ Thank you.
Սիրում